Խելքի բլից։ Բարի գալուստ խելքի բլից, այս խաղում գուցե չհիշես, որտեղ ես թողել տան բանալիները, բայց խիստ ցանկալի է հիշել, ով է գրել այս կամ այն հայտնի ստեղծագործությունը, որն է աշխարհի ամենաերկար գետը եւ որ թվականին է տեղի ունեցել որևէ կարևոր իրադարձություն։ Բայց խաղից հետո տան բանալիները ամեն դեպքում պետք է հիշել ուր ես թողել։ Լավ, ինչևէ։ Ծանոթանանք մեր մասնակիցների հետ։ Զարա Տոնիկյան, 24 տարեկան, մասնագիտությամբ լրագրող, ռադիոհաղորդավար, ոդքասթեր, իսկ այժմ նաև բլոգեր։ Ասում է ավելի շատ տեղյակ է 60-ականների եւ 90-ականների հայկական երաժշտությունից, քան ներկայիս ժամանակակից երաժշտությունից։ Զար, դա հատուկ մեր ժողական վերաբերմունք էր, չհիշել եւ չսիրել։ Որ ասեք Շակիրա Բիոնսե վերջին ալբոմները որոնք են եղել, երկար կնայեմ ձեր դեմքին ուղղակի։ Ինչու՞ չես սիրում։ Չեն հետաքրքրում, շատ պլաստիկ են ներկա օրերի երաժշտությունը։ Իրանք իրականում արդեն մի քիչ հինել են, բայց հա։ Դե լավ, Dua Lipa շատ ակտուալի է թե մոտենանք, էլի շատ պլաստիկ է։ Հասկացա։ Չի գրավում, էլի բացարձակ։ Լավ, վերադառնանք ինտելեկտուալ խաղեր, արդյոք սիրում ես, դիտել ես, մասնակցել ես։ Դիտել եմ, չեմ մասնակցել, որովհետև ես չունեմ հիշողություն բացարձակ, ասենց բանալիները որն է մամայի անունն եմ հեսա մոռանալու։ Իմը կհիշեմ, այդպես մեկ ասեցիք, հիշեցի, բայց Դա էս որ ուզում ես այս խաղին մասնակցել։ Այդքան էլ չէ։ Չելենջը, չէ՞։ Իմ ուժերն եմ ուզում փորձեմ, որոնք չկան կոնկրետ հենց այս պահին արդեն։ Տեսնենք։ Ծանոթանանք քո մյուս խաղընկերոջ մուրցակցի հետ եւ տեսնենք ով է նա։ Գոր Չոբանյան, 26 տարեկան, մասնագիտությամբ ճարտարապետ, բայց ազատ ժամանակ ճարտարապետական ճշգրտությունը փոխարինում է ֆուտբոլի դինամիկայով։ Սպորտի մեջ սիրահար է, իսկ լիցքաթափվելու համար նախընտրում է որակյալ երաժշտություն։ Գոր, ինչ երաժշտություն ես նախընտրում, որակյալը որն է։ Որակյալը իմ համար ջազ, սոուլ, 20-րդ դարի երաժշտությունը հիմնականում։ Ժամանակակից դու էլ չես սիրում։ Չէ։ Ինչու։ Ժամանակակիցից մենակ ռեփ երևի։ Չնայած ռեփը արդեն այդքան ժամանակակից։ Բայց պետք է ասենք, որ ժամանակակիցից նաև տեխնո էլեկտրո ենք սիրում, որովհետև բայց դա շաբաթը մի անգամ չպետք է շատ գնալ, հա։ Հասկացա։ Իսկ ինտելեկտուալ խաղեր։ Ինտելեկտուալ խաղեր սիրում եմ, որ տեսնում եմ, միշտ զուգահեռ փորձում եմ պատասխանեմ, բայց տնից պատասխանելը ավելի հեշտ է ինձ թվում, բազմոցին նստած, տակ թեյով, հեռախոսը ձեռքին, Google-ը կողքին, ChatGPT-ին, բան։ Հասկացա։ Դե տեսնենք այսօր ինչ հետաքրքիր արդյունքներ կցուցաբերեք։ Ես բացատրեմ խաղի կանոնները, ունենալու ենք 3 փուլ։ Առաջին փուլի ոլորտն ընտրելու համար ունենք տրամաբանական հարց։ Ով առաջինը կռահեց հարցի պատասխանը, նա էլ կընտրի ոլորտը։ Իսկ եթե չկռահեք ոչ մեկը, ապա կդիմենք չինգաչունգի տարբերակը։ Դե ինչ, պահն է արդեն հնչեցնելու տրամաբանական հարցը։ Պատրաստ եք։ Ուշադրություն։ Իսպանացի լեգենդար երաժիշտ Պլասիդո Դոմինգոն այնքան հայտնի եւ սիրված էր, որ իր անունն ավելի հաճախ էր լսվում, քան ազգանունը, երբ դրանք միասին էին արտաբերվում։ Նշեք, թե որն է նրա ազգանվան չլսվելու պատճառը։ Շատ պարզ պատասխան է ակնկալում այս հարցը։ Շատ տրամաբանական։ Որովհետև անունը հնչեցնելուց հետո այնքան բարձր էին ծափերն ու Բրավո, Զարա, բրավո։ Իսկապես բրավո։ Դասած։ Շատ հրաշալի։ Երբեմն այս տրամաբանական հարցին երևի ոչ ոք այսքան արագ չէր պատասխանել։ Ես եմ լինում լավ երգիչներ ունենալ։ Հասկացա, ընտիր, բրավո։ Ընտրում ես դու այսօրվա ոլորտը, բրավո։ Բայց ուզում եմ ամեն դեպքում քննարկենք, Դե քննարկեք, հա, բարձրաձայն իհարկե։ Ես անկեղծ ուզում եմ երաժշտության հետ կապված ինչ-որ բան ընտրենք, որովհետև մնացածը որ լինի, ես Իսկ Գորն ինչ է ուզում։ Ես աշխարհագրություն եմ ուզում, բայց Զարան չի ուզում։ Հետո ենք չէ կարողանալու ընտրելու հնարավորություն ունենալ։ Դե այնպես որ Զարջան վերջնական որոշումը քոնն է լինելու այս փուլում։ Արի շատ ռենդոմ ընտրենք պրոստը որ գրած է հայերեն։ Մարվել։ Լսի։ Ստվոցիմ։ Հա լավ աշխարհի քարտես։ Արի Marvel հաստատ Spider-Man-ին գիտես։ Քաղաքական Լավ, հա, լավ, Marvel։ Զարան ընդունում է ընկերոջ առաջարկը եւ Զարան ընդունում է մոտակա 5 րոպեն լռի։ Իսկ դու շատ ես դիտում Marvel-ի ֆիլմերը։ Հա, հիմնականում հա։ Սկսում ենք առաջին փուլը, ոլորտն է Marvel։ Որն է Marvel-ի առաջին ֆիլմը։ Դե խոսանք, դա էս ասել։ Առաջին ֆիլմը։ Այո։ Կապիտան Ամերիկան։ Ոչ։ Spider-Man-ը։
Այլ չենք կարող պատասխանել Զարա ունես որևէ տարբեր։ Ոչ, երկաթե մարդ։ Ուշադրություն։ Քանի հոգուց է բաղկացած վրիժառուների հիմնական թիմը։ 5 Ոչ 6։ 6 իհարկե 6։ Դե դու չգիտեի, լավ։ Իհարկե չգիտեի։ Ես չասրի սպասել, այսինքն չկարողացա սպասել։ Որտեղից էր ծնունդով կապիտան Ամերիկան։ New York Queens ռայոն է, New York-ից էր, Queens-ից էր։ Brooklyn։ Զարան էլ վստահաբար չուներ պատասխան։ Իհարկե չունեմ։ Ոչ։ Ինչ է կապիտան Մարվելի կատվի անունը։ Հուշի ասեմ էլի։ Ես չգիտեի, որ ինքը կատ ունի։ Լավ չեք նայելու։ Ես չեմ նայել, ես կապ չունեմ կներեք։ Չունենք։ Գուս։ Որ ֆիլմում առաջին անգամ հայտնվեց Spider-Man-ը։ Բան Infinity War չէ։ Զարա։ Չեմ Բայց ասում։ Spider-Man-ը առանձին կինո է ունի, ընդհանուր։ Առաջին անգամ իր կերպարը որտեղ է հայտնվել որ ֆիլմում։ Spider-Man ֆիլմը։ Ոչ, Կապիտան Ամերիկան։ Կապիտան Ամերիկա, մա։ Կարո՞մ ասեմ իմ միակ գիտելիքը որն է բանից, Marvel-ից։ Սպասի, կարող է հարցը լինում է։ Հաստատ չի լինելու։ Ինչ էր երկաթե մարդը ֆիլմում Թոնի Սթարքսի արհեստական բանականության անունը։ Jarvis։ Բրավո։ Ազիվ։ Այո, վերջապես։ Ով է ստեղծել Հալկի երկաթե մարդու սարդ մարդու կերպարները։ Են Պապին, Ահա, Պապին անունը։ Բան։ Առաջ տարակ ասեք։ Ս։ Ուզում ես երկրորդն էլ ասեմ։ Հա։ Თ։ Steven Ոչ, Stanley։ Stanley Cooper։ Որ հավերժության քարն էր Doctor Strange-ի մոտ։ Ժամանակի նկարը։ Այո, ճիշտ է։ Ինչ էր Տորի հոր անունը։ Օձին։ Ճիշտ է, բրավո։ Ինչ սուպերուժ ուներ Մրջյուն մարդը։ Մեծանալ կամ փոքրանալ։ Բրավո, ապրեց, վերջապես։ Մի քանի հարցի պատասխան իմացար։ Գոհեք ոլորտից Զարջան։ Ես կարամ հիմա ասեմ որ Spider-Man-ի խաղացած կերպարներից մեկը Zendaya-ի boyfriend-ը։ Իմ միակ գիտելիքը դա է։ Որը ցավոք որպես հարց այստեղ չկար։ Չէր կարա լինել էլի։ Իսկ դու գոր։ Գոհես։ Պետք չէր էս ոլորտ ընտրել։ Ահա, ինձ թվում է պետք։ Ես մտածի Զարան մի բան կիմանա, թե չէ ես աշխարհի քարտեզն եմ ուզում։ Դե լավ, այդ թողնենք երրորդ փուլի համար կամ գուցե երկրորդ։ Մյուսն էս բան կընտրենք, որ ես ընդհանրապես գաղափար չունենամ, որ ես հիմա տեսնենք ով ինչ արդյունք է ցուցաբերել, չնայած արդեն կարող ենք կռահել եւ ըստ այդմ հասկանանք ով կընտրի երկրորդ փուլում ոլորտը։ 4 միավոր վաստակում է Գորը եւ 0 միավոր ցավոք վաստակում է Զարան։ Գոր, դու ես ընտրում երկրորդ փուլում։ Ես բարի եմ, էլի։ Նայ գրեմի կար ռոք աշխարհ։ Ռոք աշխարհ, հա։ Լավ, ռոք աշխարհ։ Ռոք աշխարհ։ Բայց եթե անուններ եղան, էլի ամերիկականից է շատ։ Դե բնականաբար անուններ է լինելու Զարա։ Ամերիկականից է լինելու, բայց բամբիր, բան, իրանք չկան ստեղ։ Զզվում եմ, որ հայկական երաժշտություն չեն լսում, ատում եմ մեղմ ասած։ Բայց ո՞վ չենք լսում, հիմա խաղում ենք դեռևս։ Ռոք աշխարհ չես ուզում, կարող է գրեմի։ Գրեմի դիր։ Հա, գրեմի։ Լավ, երաժշտությունից մի բան ուզում Զարան, եկեք երաժշտությունից ընտրենք գրեմ։ Գրեմի։ Դե ինչ, ընտրված է ոլորտը։ Սկսում ենք երկրորդ փուլը, ոլորտն է Grammy։ Բրիտանական որ խումբն է 2009 թվականին ստացել Grammy Viva la Vida երգով։ Viva la Vida, Viva Estonia, Afroida, աստված գիտի, ես մա ոնց ասեմ։ Եվրատեսիլում երկու խումբա։ Եվրատեսիլում երգ ունեն։ Coldplay։ Ճիշտ է, բրավո։ Դες հուշեցի։ Billie Eilish-ի որ երգն է առաջին անգամ արժանացել Grammy։ Bad Guy։ Ճիշտ է, բրավո։ Որ համաշխարհային արտիստն է հայտնի իր Thriller ալբոմով, որը 1984 թվականին ստացել է ավելի քան 8 Grammy։ 84 թվականով եմ ուզում գնամ, որովհետև ալբոմի անունը Նա ցավոք այսօր մեծ չէ այդ արտիստը։ Michael Jackson։ Բրավո։ Երբ եւ որ ալբոմով է Beyoncé-ն առաջին անգամ ստացել մի քանի Grammy։ 2007-ին։ Ոչ։ Չէ։ Մեր օրեր արի։ Ալբոմով, բայ։ Այս cowboy բաստալին է։ Այո։ 2000 մաքսիմում 23, 24։ 25 էր, բայց ընդունում եմ պատասխանը, որտեղ գլխավոր ալբոմը գուշակեցիր։ Որ քաղաքում է սովորաբար անցկացվում Grammy մրցանակաբաշխությունը։ Սեղմեք։ Լոս Անջելես։ Այո, ճիշտ է։ 2020 թվականին, որ արտիստը միաժամանակ ստացավ 3 Grammy, տարվա երգ, տարվա ձայնագրություն եւ տարվա ալբոմ անվանակարգում 2020 թվական։ Որ արտիստը։ Նորահայտ արտիստ էր։ Որ ասում ենք չէ։
Ոնը Բեդգայով էր երկում Այս կարգի ես շեմ հիշում Որ համաշխարհային рэպերն է ավելի քան 15 անգամ առաջադրվել Grammy-ում, բայց երբեք չի հաղթել։ Պատասխանը պետք է դու իմանաս։ Մեպե Рэպեր։ Eminem, Չէ, Eminem-ը պատասխան։ Միրոպը 50 Cent, yes։ Պետք է գար Հայաստան, չեկավ։ Snoop Dogg։ Zara, ընդունենք պատասխանը Zara-ի։ Ով է ամենաշատ տարվա ալբոմ հաղթանակներ ունեցող արտիստը պատմության մեջ։ Միրոպը Taylor Swift։ Այո, բրավո։ It's hate արեք, բայց դա fake վրցանակաբաշխություն է այս բարագայում, որովհետև ոնց կարելի է։ Hate արեք ինձ խնդրում եմ։ Hate արեք։ Չէ, hate անել պետք չէ։ Չէ, ես պարզապես չեմ ընդունում։ Վերջինը։ Որ երգով է Adele-ը 2023 թվականին արժանացել Grammy։ 23 Hello, it's me։ Ոչ, 23 թիվ։ 23 թիվ։ Պատասխան։ Չգիտեմ, ես Adele-ը։ Ես ուզում եմ եկել դե։ Skyfall։ Ոչ, Go Easy on Me։ Go easy։ Այսքաններ տպավորությունները։ Տպավորությունները։ Ես գոհ եմ ինձանից, ես գիտեմ Taylor Swift-ով, հա։ Ես էլ եմ գոհ ինձնից, որ գոռը միայն գիտի, որ Taylor Swift-ով։ Չէ, շատ դավեր, հավեսեր։ Հավեսեր, չէ։ Այդքան դժվար չէին, հա։ Տեսնենք։ Եթե ես պատասխանել եմ ճիշտ, ուրեմն հավատացեք։ Տեսնենք արդյունքները։ 3 միավոր վաստակում է գոռը, 5 միավոր Zara-ն, իսկապես ված չէ։ Մեկը չեմ անցնում, էլի գորջան, հա։ Արդեն երրորդ փուլում մրցելու եք անհատական եւ մեկը մյուսի համար եք ոլորտ ընտրելու, այստեղ արդեն կարող եք միմյանց համար լավ ոլորտներ ընտրել, այո։ Ես պետք է լինեմ ազնիվ ընկեր եւ ընտրեմ գոռի համար աշխարհի քարտեզ։ Այսքան ուզում եմ, ես անենց հարցեր են տալու, որ խայտարակվեն։ Շատ ես ճամփորդում։ Դե հնարավորությունը ոնց կարում եմ, հա։ Բայց աշխարհագրությունից լավ տեղյակ ես։ Գլուխ չգովան, որ հետո։ Հա, լավ, օքեյ, հասկացա։ Իսկ դու Zara-ի համար ինչ կընտրես։ Ես Zara-ի համար ինչ ընտրեմ։ Ինչ ընտրեմ Zara, ասա։ Ստմակամ ես։ Էդի դասի Green Day գրուպն գիտես դու։ Չգիտես, չէ՞, իսկ Green Day-ի վրա հարց կլներ այնտեղ։ Մենք ուզում եմ հասկանանք Marvel-ից զատ երկու այլ կինոյի մասին թեմա կար։ Խենք մենք Marvel-ը ընտրել։ Լավ կինո կար, քեզ ընտրեմ լավ։ Չէ։ Marvel-ից չերևաց իմ գիտելիքները կինոյի։ Այրեն ուղղագրությունից լավ է։ Ուղղագրությունից լավ եմ, բայց ռոք եմ ուզում խոսեմ։ Բայց լավ։ Դե ռոք ա ուզում արդեն։ Լավ ռոք է աշխարհը Zara-ին, հա։ Սկսում ենք երրորդ փուլը, խաղում ենք գոռի հետ։ Աշխարհի քարտեզ։ Գնացինք ուշադիր, երկիր, որ գտնվում է Հարավային Ամերիկայում եւ որի տարածքով հոսում է Ամազոն գետի հիմնական հունի մոտ 60%։ Բրազիլիա։ Ճիշտ է, բրավո։ Որ ջրանցքն է միացնում Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսները։ Պանամայի։ Բրավո։ Որ երկիրն է աշխարհի ամենամեծ կղզային պետությունը, որ բաղկացած է ավելի քան 17000 կղզիներից։ Ինդոնեզիա։ Բրավո։ Որ երկիրն է, որ հարևան է Ֆրանսիային, Գերմանիային եւ Իտալիային եւ չունի ծովային ելք։ Շվեյցարիա։ Ճիշտ է։ Երկիր, որ գտնվում է Չինաստանի եւ Հնդկաստանի միջև Հիմալայներում եւ որի այո, Նեպալ, ճիշտ է։ Որ երկիրն է հարևան ԱՄՆ-ին հյուսիսից եւ ունի աշխարհի ամենաերկար սահմանը, ճիշտ է, բրավո։ Որ երկիրն է Պորտուգալիայի միակ ցամաքային հարևանը, բրավո։ Որ երկիրն է Եվրոպայի միակ լիովին կղզային պետություններից մեկը, որ հարևան չէ որևէ այլ երկրի հետ, ոչ, Իսլանդիա։ Որ Սկանդինավյան երկիրն է հյուսիսից սահմանակցում Ֆինլանդիային եւ ունի ելք դեպի Ատլանտյան օվկիանոս, ոչ Նորվեգիա։ Եվ վերջինը, որ աֆրիկյան երկիրն է հայտնի իր բուրգերով եւ գտնվում է Սուեզի, այո, ճիշտ է, բրավո, այս մեկը հեշտեգ դրել, որ լավ լիներ։ Հպարտեմ քեզ։ Լավ է, չէ՞, տես ինչ լավ է։ Արագ, եթե ինչ դանդաղ պատասխանես, ախ ճիշտ կասեի։ Ես հատուկ արագացնում եմ, որ մեկա գոհ եմ։ Ռիթմը շատ լիներ, հա։ Մեկա գոհ եմ, կարայի գլուխ գովայի միջով պատասխան։ Բայց հանգիստ կարող ես։ Անցնենք մեր սիրելի Zara-ին։ Դանդաղ ենք էլի մի քիչ, եթե կարելի է։ Ուշադրություն, Zara սկսում ենք։ Ով է համարվում համաշխարհային ռոքնռոլի արքան։ Elvis Presley։ Ճիշտ է։ Որ համաշխարհային ռոք խումբն է, որի բոլոր անդամներն ունեն հայկական ծագում։ System of a Down։ Ճիշտ է։ Համաշխարհային որ խմբի անդամներից էր բրիտանացի ռոք երաժիշտ Ջոն Լենոնը։ Վայ երկն եմ ուզում երկեմ։ Վայ Beatles։ Այո, ճիշտ է։ Ինչն է համարվում ռոքի հիմքը, որ սկիզբ է առել ԱՄՆ-ում։ Ռոքի հիմքը։ Առաջին հարցում կար այդ պատասխանը։ Առաջին հարցը պետք է հիշեմ ինչ էր։ Zara-ն է պատասխանում։ Իրոք մի հատ առաջին հարցը կհիշեցնես։ Ռոքնռոլի արքան։ Հա, ռոքն։ Պատասխան։ Ռոքնռոլը։ Ճիշտ է։
Ով է եղել ռոքնռոլի առաջին սպիտակամորտ աստղը։ Ռոքնռոլի առաջին սպիտակամորտ աստղը։ Պատասխան Չունեմ։ Բիլ Հեյլի։ Okay։ Որ քաղաքում է կազմավորվել Beatles խումբը։ Կայքս ես քորեմ։ Պատասխան չունեինք, Լիվերպուլն էր։ Ինչպես է կոչվում Pink Floyd-ի հայտնի ալբոմի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը։ The Well։ Այո, պատը։ Ով է առաջարկել Queen խմբի անվանումը։ Իրենց անդամներից մեկն է առաջարկել։ Ֆրեդի Մերկուրի։ Մերկուրին է եղել։ Ավելի հետաքրքիր կարար լիներ։ Որ ռոք խումբն ունի երգ, որ կոչվում է Նոյեմբերյան անձրև։ Միապե։ Երգը հիշում եմ, բայց խումբը Guns N' Roses։ Guns N' Roses, հա։ Եվ վերջինը, որ երկրում է ստեղծվել Led Zeppelin ռոք խումբը։ Մեծ Բրիտանիա։ Բրիտանիա։ Այսքանն էին։ Տպավորություններն ինչպիսին են։ Բայց չէ՞։ Դե վատ չէր, բայց օրինակ իմ համար լավ քննադատեմ ոչ մի բան շատ Բոլորին Զարան այսօր քննադատում է, բոլորին։ Չէ, ուղղակի իմ համար լավ, anyway։ Ասա լավ։ Չէ, Դե լավ ասա։ Չէ, իմ համար բան է, որ որտեղից են ծագումը, ռոքի մասին չի էլի, ռոք խմբի ծագումը։ Ոնց ռոքի մասին չի, պատմությունը չիմանաս ռոքի, եթե ռոքի շատ սիրահար ես։ Իմանաս, բայց ծագում, օրինակ Լիվերպուլում ծնվել է, հա, ինչ որ ազդեցություն ունի, բայց միանշանակ չէ էլի, որ իրանց բումի պատճառը Լիվերպուլում ծնվելն էր։ Հարցում որևէ բան ասված չէր էլի իրանց դրա հետ կապվածության մասին, ուղղակի հարցն էր, որտեղ է առաջացել։ Իսկ ընդհանուր ինչ հարց կար, որ չհիշեցիր, բայց հետո հասկացար, որ գիտեիր։ Հիմնականում բոլորը գիտեի, Guns N' Roses-ը գիտեի, չէ, համարյա բոլորն է գիտեի, այս վերջինը որն էր, որ չասացի, մենակ մեկն էր, որ տենց։ Դե ինչ ամփոփենք, տեսնենք երրորդ փուլում ինչ արդյունքներ ունենք։ 5 միավոր Զարանը վաստակում, 8 միավոր Գորը առաջ է անցնում այս փուլում, ված չի։ Ինչպես միշտ։ Զիջել եմ, զուտ զիջում եմ։ Հաջարան շատ համեստ է ուղղակի։ Մենք հասկացանք։ Տեսնենք ով է հաղթում այսօր եւ նվերով հեռանում մեր տաղավարից։ Նվեր ունեք։ Այո։ Շուտ ասել միանգամից կհամաձայնվեի գայ։ Դժվար է համաձայնվել։ Հա, չեմ ուչում էի անում։ Դե ինչ ամփոփում ենք խաղը 15 միավոր վաստակում է Գորը, բրավո, հաղթանակ։ Բրավո։ Սպասում էիր Գոր։ Իհարկե, ես միշտ վստահ եմ։ Ես էլ եմ միշտ վստահ քո ուժերի վրա։ Դե մենք քեզ հանձնենք մեր սպասված նվերը։ Ապա։ Հանձնում ենք քեզ այս նվերը։ Այո, այս ինչ է։ Ուսանք կհավանես, բացի տես։ Գրքեր։ Գիրք։ Կարդացել ես։ Ատոմային Սովորություններ։ Ես գրքեր չեմ կարդում ընդհանրապես։ Դե դրա համար էլ իքա արդյունքի պատասխան։ Ատե մեր երեխաներ են դիտում, ես միշտ գիրք եմ կարդում։ Չէ, մեզ անկեղծությունն է հետաքրքիր իրականում, նաև երեխաներին է դա պետք։ Դե ես հատուկ ձեզ համար կկարդամ այս գիրքը։ Այո։ Զարան հետո ինձ կպատմի, կարդացել ես թե ոչ։ James Clear։ Շնորհակալություն։ Զարիս դու կարդացել ես այս գիրքը։ Ծանոթ էի, բայց քանզի շատ բան է, ես չեմ սիրում, որ շատ հայտնի են լինում գրքերը եւ բոլորը կարդում են, իսկ դու լիքը բան մերժում ես, ես քեզ հասկացա, հայտնի աստղերին, հայտնի գրքեր։ Այո, ես underground ինչ կա, բերեք ես կպրոպագանդեմ իմ բանը վեկտորայել է կյանքի։ Դե ինչ շնորհակալ եմ ձեզ խաղին մասնակցության, լավ տրամադրության, էներգիայի համար։ Հուսով եմ, որ մեր հեռուստադիտողը, մեզ դիտողները, YouTube-ադիտորդները եւս մեզ հետ միասին այդ լավ էներգիան ստացան, իսկ մենք կհանդիպենք շուտով։ Խելքի բլից, գիտենք որ գիտես, մնում է հասցնես։